Պարոն Հանեսյան, Չեռնոգորիայում հայ համայնքը կարծես թե ամենաերիտասարդ համայնքն է կամ համայնքներից մեկը առնվազն 10-12 տարվա ուրեմն համայնք է, որը նոր է ձևավորվել, բոլորովին վերջերս դա ինչով եք պայմանավորում եւ 40 հայ ընտանիք է ապրում նախնական տվյալներով, մոտավոր տվյալներով, ինչով են զբաղվում այդտեղ հայերը։ Հիմնականում բիզնեսով հայ համայնքը միշտ ոնց որ ասած ես 17 տարի այստեղ եմ կար, բայց ասենք համաձուլված չէր։ Մենք 2023 թվականին կազմակերպեցինք ժողով, որ ժողովի ընտրություններով ընտրեցին հայ համայնքի ղեկավար, կազմակերպեցինք համայնք օֆիցիալ ավելի, որտեղ մինչև այդ համայնքները ասենց են, գալիս են մի քանի հոգի կազմակերպություն են գրանցում ու համարում են համայնք, ասենք դա մի քիչ տենց չէր, էլի։ Իսկ 23 թվականի նոյեմբերի 27-ից արդեն ոնց որ օֆիցիալ ավելի համախմբված գործունեություն ենք իրականացնում։ Եվ որն է գործունեությունը, եթե փորձենք թվարկել ու լինել, հայերը ինչ ոլորտներում են ներկայացված այդտեղ։ Հիմնականում բիզնես, ռեստորաններ կան, որ հայերը արդեն 4-5 հատ ռեստորան կա, գեղեցկության սրահներ կան, շինարարներ կան, կոնկրետ ես էլ շինարար եմ, շինարարության կազմակերպում, կոնսալտինգ, տարբեր բաներ, տարբեր ոլորտներում, տուրիզմում կան, Սպուտնիկ, Երևանի Սպուտնիկի հետ ենք համագործակցություն տուրիստական ընկերությունը գիտեք Սպուտնիկի։ Տենց։ Կազմակերպում ենք Եղեռնի հետ կապված այդ լիտուրգիան ամեն տարի անում ենք, ասենք զատիկն ենք իրար հետ նշում, նոր տարին ենք իրար հետ նշում, երեխեքին ենք հավաքում Ձմեր պապ, ջունանուշ, տենց, ամեն թեմայով աշխատում ենք երեխաները իրար հետ ծանոթ լինեն, իրար հետ ընկերություն անեն։ Հայ համայնքը Չեռնոգորիայում ինչ իրավական կարգավիճակ ունի, արդյոք փոքրամասնություն եք համարվում եւ ունեք իրավաբանորեն պաշտպանված եք, այսպես ասենք։ Այո, մեր կազմակերպությունը լրիվ անցել է այդ ռեգիստրացիաները, ունենք հաշվի համար, դոնացիաներ ենք ընդունում, օգտագործում ենք այդ դրամները, մեծ խաչքար բերեցինք, դրեցինք անցած տարի Ծիվատ քաղաքում, այդ խաչքարի մոտ ենք հավաքում, մի քանի օր առաջ սրբազաններ եկել Ռումինիայից, Տաթև սրբազանը իրար հետ եկեղեցում այդ Եղեռնի հետ կապված ծիսակատարություն արեցին։ Քանի որ համայնքը փոքրաթիվ է, լեզվի պահպանման խնդիրը կարծես թե ավելի պիտի սուր դրված լինի։ Դպրոց ենթադրում եմ, որ չունեք հայկական դպրոց։ Դպրոց չունենք, չէ։ Պլանների մեջ կա Կիրակնորյան դպրոց կազմակերպել, որ երեխաները հայերեն սովորեն, ասենք մի քանի հոգի ուսուցչուհիներ կան, որ բարի երաժշտության ոլորտում կարող են դասավանդել։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որ հավաքենք ինչ-որ մեզի տրամադրում են կուլտուրայի կենտրոն Ծիվատ քաղաքում, պլանավորում ենք այնտեղ կազմակերպել, որ երեխաները կիրակի օրերն հավաքվեն։ Մինչև այս պահը, այսինքն մինչև այս պահը լեզվի խնդիրը այդ կերպ եք լուծել։ Լեզվի խնդիրը, ասենք շատ ընտանիքներ Ռուսաստանից եկած են, որ իրանք լեզուն լավ չեն ճանաչում, բայց եթե ինչ-որ ուսուցչուհի կազմակերպենք, Կիրակնորյա դպրոցի ծանը կազմակերպենք, արդեն հեշտ կլինի ավելի։ Խաչքարի մասին խոսեցիք, իսկ հայկական եկեղեցի կա Չեռնոգորիայում, թե ոչ։ Չէ։
Չեռնագործիկ իրանց եկեղեցին տրամադրում են, ասենք, եթե 3 անգամ կնունք են կարել, ասենք, հարսանիքներ, իրանց եկեղեցին են գանում։ Մեր սրբազանին հրավիրում ենք, իրանց եկեղեցում անում ենք այդ ամեն։ Հայկական մշակույթը ինչպես եք պահպանում։ Դե օրինակ կինոֆեստիվալ կար այստեղ 2 տարի առաջ Բարքաղաքում Հայաստանից եկել էին մեր ռեժիսորներ Գուրգենի հայրիկներ եկել, երևի ճանաչում եք Զաքոյան։ Տենց, հələ որ շատ բաներ չենք անում, բայց պլանավորում ենք բարի խմբեր կամ ինչ-որ երգչախմբեր գալ։ Հիմա արդեն ուղիղ չվերթներ կան, մայիսի 2-ից բացվել են, շաբաթը 5 չվերթ կա։ Երևանից Չեռնոգորիա։ Այո։ Եթե համայնքի խնդիրներից խոսելու լինենք, ամենաառաջնային հիմնական խնդիրներից, որոնք են, որ դա մոռանալ կամ անտեսել հնարավոր չէ եւ առաջնային լուծում է պահանջում։ Այդտենց հրատապ խնդիրներ չկա, մնացած խնդիրները տեղում լուծում ենք, օգնում ենք նոր եկածներին։ Հիմնական խնդիրը, որ ասենք բյուջետ այնց մեծ չունենք, որ կարողանանք մեծ, ասենք, ինչ-որ բաներ անենք, հələ որ մեր ուժերով ենք անում ամեն մեկս, մի 4-5 հոգի են ակտիվ, այդ խաչքարն էլ, ասենք, մի քանի հոգով ենք արել, դրա բերելը Հայաստանից ինքնաթիռով տեղադրելը, լրիվ կազմակերպելը, լրիվ մեր ուժերով ենք արել, ասենք։ Հայկական անցուդարձին համայնքը հետևում է, կտրված չէ հայկական իրականությունից։ Հետևում ենք, ես անձամբ հոկտեմբեր ամսին եկել եմ եւ Հայաստանում ինչպես գիտեք, համաշխարհային բաներ հավաքույթ էր, բոլոր դիասպորաների նախագահները եկել էին։ Ես էլ եմ մասնակցում, ասենք, փոխանակեցինք մեր հասցեները, հեռախոսները ու սպասում ենք, որ ավելի կապը լայնացնենք, մարդիկ մեզ ճանաչեն, գնալ գալ լինի։ Եվրոպայում շատ համայնքներ կան, բոլորը ներկա են հիմնականում։ Այդտենց։ Ունենք Telegram կանալ, որտեղ 60 մասնակից արդեն կա։ Ասենք, եթե պրոբլեմ ինչ-որ մի բան ալնում է, այնտեղ գրվում ենք, հավաքվում, լուծում ենք։ Ավելին այս տնական ձևով է այստեղ։ Փոքր երկիր է, 630,000 աստեղի բնակչությունը, Երևանի կեսի չափ է, բոլոր Չեռնագորիան։